Ջեյմս Դեյվիդ Վենս, առավել հայտնի J.D. Վենս, Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության ամենաերիտասարդ փոխնախագահներից մեկը, մարդ, որը Թրամփին անվանեց ցինիկ, ապա տարիներ անց դարձավ նրա աջ ձեռքը։ J.D. Վենսն իրեն անվանում է լեռնեցի, որը հասավ Սպիտակ տուն։ Նրա ծննդավայրը Միացյալ Նահանգների Օհայո նահանգի Միլթաուն քաղաքն է։ Մանկությունը հեշտ չի եղել։ Ծնողներն ամուսնալուծված էին, մայրը պայքարում էր թմրամոլության դեմ, իսկ հայրը լքել է ընտանիքը, երբ Վենսը դեռ փոքր էր։ Տղան մեծացել է պապիկի եւ տատիկի խնամակալության ներքո։ Միլթաունի ավագ դպրոցն ավարտելուց հետո J.D. Վենսն անցել է Միացյալ Նահանգների ռազմուժի ծովային հետևակի շարքերը, նույնիսկ մասնակցել Իրաքյան պատերազմին։ Ապա սովորել է Օհայոյի պետական համալսարանում քաղաքական գիտությունների եւ փիլիսոփայության ոլորտներում։ Հետագայում մեկ այլ համալսարանում ստացել է իրավաբանական աստիճան։ Վենսն աշխատել է իրավական ընկերություններում, զուգահեռ հետաքրքրված է եղել ներդրումային ոլորտով։ Նրա կարիերայի վերելքը սկսվեց 2016 թվականին, երբ լույս տեսավ նրա Հիլբիլիական էլեգիա ինքնակենսագրական գիրքը, որում Վենսը անդրադարձ է կատարում իր մանկությանն ու պատանեկությանը, նկարագրում լեռնեցու կյանքը, սոցիալական միջավայրը, որում մեծացել է, դրա եւ դաժան, եւ գեղեցիկ կողմերը։ Գիրքն անմիջապես դարձավ բեսթսելլեր եւ լայն քննարկումների առարկա, մեծ հաջողություն ու ճանաչում բերելով Վենսին։ Վենսի քաղաքական կարիերայի սկիզբը ուղեկցվել է Թրամփին ուղղված արմատական քննադատություններով։ Իր նախկին հարցազրույցներում նա Թրամփին բնորոշել է ցինիկ տխմար, ամերիկյան Հիտլեր եւ նմանատիպ այլ բառերով։ Բայց քաղաքական խաղը փոխվեց, երբ Վենսը որոշեց 2022-ին մասնակցել Օհայոյի սենատորի ընտրությանը։ Նրա եզրափակիչ հաղթանակում մեծ դեր ունեցավ Թրամփի աջակցությունը, ինչը թույլ տվեց նրան ստանալ հանրապետականների անհրաժեշտ աջակցությունը։ Նախընտրական քարոզարշավում Վենսին մեծապես աջակցել է նաև Սիլիկոնյան հովտի խոշոր ձեռնարկատեր Փիթեր Թիելին, նվիրաբերելով մոտ $10 միլիոն։ Արդյունքում Վենսն ընտրվեց Միացյալ Նահանգների փոխնախագահ։ J.D. Վենսը հիմա էլ գլոբալիզացիայի եւ ավանդական էլիտաների ակտիվ քննադատ է։ Նրա համար առաջնահերթ է ամերիկյան արտադրությունը եւ պետության ավելի ակտիվ դերը տնտեսությունում։ Սոցիալական հարցերում պահպանողական է։ Ընտանիք, ավանդական արժեքներ, խիստ միգրացիոն քաղաքականություն։ Արտաքին քաղաքականությունում կողմ է առաջինը ամերիկան մոտեցմանը։ Նա նաև զգուշավոր է արտասահմանյան պատերազմների ու տրվող մեծ օգնությունների հարցում։ 41-ամյա Վենսն ամուսնացած է հնդկուհի Ուշա Չիլուկուրիի հետ, որին հանդիպել է Յեյլի համալսարանում սովորելու տարիներին։ Զույգն ունի 3 երեխա, սպասում է 4-ին։ Ի դեպ, Վենսն անզավակության բացահայտ քննադատ է։ Միացյալ Նահանգների երկրորդ ամենաազդեցիկ պաշտոնյան Դոնալդ Թրամփի երբեմնի քննադատն այսօր Թրամփի վարչակարգում է, որպես Միացյալ Նահանգների փոխնախագահ։ Անահիտ Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։